Պարոն Բաղարյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք պատասխանելու ազատության հարցերին։ Մոտավորապես 3 ժամ առաջ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրթուր Արզումանյանը հրապարակեց նախնական տվյալները, ըստ որոնց հանրաքվեին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 76.5%-ը, կողմ է արտահայտվել նոր սահմանադրությանը 87.6%, ըստ այդ պաշտոնական տվյալների հանրաքվեն կայացել է եւ բնակչության մեծ մասը պաստորեն կողմ է արտահայտվել։ Ինչ գնահատական կտակ ձեր ներկայացրած քաղաքական ուժը կողմ էր այս սահմանադրությանը, ինչ նորություն այն կարող է բերել Լեռնային Ղարաբաղի քաղաքական եւ ոչ միայն քաղաքական կյանքի համար։ Շնորհակալություն, մենք արդեն առիթ ունեցել ենք ներողություն ասելու, որ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը բնականաբար կողմ է քվեարկել, որովհետև մենք այս ամբողջ ժամանակաշրջանում թե նախագծի մշակման եւ թե նույնիսկ հայեցակարգի քննարկումների ժամանակ մենք արտահայտել ենք մեր տեսակետը, որը համընկավ ժողովրդի կարծիքի հետ, ինչի համար բնականաբար մենք ուրախ ենք, ինչ կտա մեզ, կարծում եմ ժամանակը ցույց կտա, բայց ոչ միայն հուսով ենք, այլև հավատում ենք, որ հենց այնպես չէ, որ կազմակերպվել է այս սահմանադրական հանրաքվեն, ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել, որ նախաձեռնությունը քաղաքական ուժերին էր եւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական, ու բնականաբար եղան նաեւ դեմ քաղաքական ուժեր եւ ժողովրդի մի մասը նաեւ դեմ արտահայտվեց, հա, եւ մենք անշուշտ կիսում ենք նաեւ եւ հասկանում ենք նաեւ ժողովրդի այս մտահոգությունը եւ հարգում ենք նրանց տեսակետը։ Պարոն Բաղարյան, եթե անդրադառնանք հանրաքվեի ընթացքին, հա, որքանով էր այն ժողովրդավարական, որքանով էր համապատասխանում ազատ արդար ընտրությունների չափանիշներին, ժողովրդավարության չափանիշներին, գիտեք, որ հատկապես միջազգային դիտորդների համար այդ հանգամանքն է կարևոր, ինչ կարող եք ասել, թեև ձեր կուսակցությունը կողմ է եւ իշխող կոալիցիայի մաս է կազմում, դրա խախտումների հետ կապված ինչ տեղեկություն ունեք եւ ընդհանրապես որքանով էր այս հանրաքվեն համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին։ Հայտնի խոսք կա, չէ, ձայն բազմած, ձայն Աստծո, այս ընտրությունները մեկ անգամ եւս վկայեցին դրա ճշմարտությունը։ Ինչ մնում է, եղել են արդյոք ընտրախախտումներ, թե ոչ, միգուցե մանր մունր ընտրախախտումներ եղել են, բայց թե դիտորդները եւ թե լրատվամիջոցները եւ մասնավորապես դուք, չէ, ազատությունը եղել եք բազմաթիվ ընտրական տեղամասերում եւ հնարավորություն եք ունեցել հետևելու եւ եթե լինեին նման խախտումներ այսօր նաեւ ամփոփվել են նախնական արդյունքները, որքան ես եմ տեղյակ, բողոքներ առանձնապես չեն եղել եւ ինչը վկայում է, որ իսկապես ընտրությունները ազնիվ էին, մաքուր էին, թափանցիկ էին, այսինքն այնպես ինչպես սովորաբար Արցախում լինում է։ Պարոն Բաղարյան, այսօր Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, ով ղեկավարում է Հայաստանի խորհրդարանի այսպես դիտորդական առաքելությունը, բազմակուսակցական դիտորդական առաքելությունը այստեղ Լեռնային Ղարաբաղում նշեց, որ սա մի քայլ է ևս ուղղված դեպի ժողովրդավարության կայացմանը։ Դուք ինչ կարող եք ասել, այս ընտրությունները ինչքանով նպաստեցին Լեռնային Ղարաբաղում այսպես պետականության կայացմանը, ժողովրդավարության կայացմանը եւ ինչ ազդեցություն կունենա այս հանրաքվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա։ Դուք գիտեք, որ եղել են նաև կարծիքներ, որ ընդհակառակ այս ընտրությունները կարող են ինչ-որ առումով ժողովրդավարությունը ոտնահարել մեզ մոտ, այնինչ միանգամայն հակառակ պատկերը ստացվեց, որովհետև ինչպես քիչ առաջ էլ ասացինք, որևէ լուրջ խախտում, որևէ ընտրական տեղամասում չի եղել։ Ես կարծում եմ, որ Ղարաբաղյան հիմնահարցի լուծման այդ բանակցությունների հարցում մեր
դիրքը ել ավելի ամրապնդվեց։ Մենք ցույց տվեցինք աշխարհին, դուք գիտեք բազմաթիվ դիտորդներ են եղել տարբեր երկրներից եւ կարծում եմ, որ նրանք հասցնելու են նաեւ իրենց երկրների ղեկավարությանը եւ հասարակություններին, թե ինչպիսի արժեքներով է ապրում Արցախը։ Իսկ այդ արժեքները մի բառով կոչվում է ժողովրդավարական արժեք։ Պարոն Բաղարյան, հիմնական փոփոխությունը, ինչպես գիտենք, հետևյալն է, Լեռնային Ղարաբաղը դառնում է նախագահական հանրապետություն, հանրաքվեն այլևս անցյալում է եւ իշխող քաղաքական ուժերը մտադիր են սկսել քննարկումներ, բանակցություններ, ում թեկնածությունն են պաշտպանելու, որքան հասկանում եմ հուլիսին կայանալիք արդեն խորհրդարանի կողմից պետք է ընտրվի անցումային փուլի նախագահ եւ ում թեկնածությունն եք դուք իշխող ուժերը պաշտպանելու։ Նման քննարկումներ երբ եք մտադիր սկսել, ինչ թեկնածություններ կան։ Դուք ճիշտ եք, մոտավորապես այս տարվա հուլիսի վերջերին արդեն պետք է խորհրդարանը այս անցումային փուլի համար ընտրի նախագահ։ Բնականաբար մի օր է անցել ընդամենը հանրաքվեից, դեռ քննարկումներ չեն եղել, բայց իհարկե անպայման լինելու են, դա հանրաքվեի տրամաբանական շարունակությունն է։ Մենք պիտի ընտրենք նախագահ մինչև 20 թիվը, որից հետո արդեն համաժողովրդական քվեարկությամբ է նախագահը ընտրվելու։ Լինելու են անշուշտ քննարկումներ, բայց այս պահին որևէ թեկնածության վրա առայժմ խորհրդատություններ չեն եղել, այնպես որ մի քիչ սպասենք կլինեն։ Վերջին հարցը, պարոն Բաղարյան, այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահը իր տիկնոջը նշանակել է այդ երկրի առաջին փոխնախագահ, այստեղ Ստեփանակերտում ինչ են մտածում քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ինչ է նշանակում Ադրբեջանի նախագահի այդ քայլը, ինչ կարող եք ասել։ Ես էլ այսօր համակարգիչով կարդացի, գիտեք, դա եւ քմծիծաղ առաջացրեց ինձ մոտ, բայց միևնույն ժամանակ ես չզարմացա, որովհետեւ եթե հայրը իր որդուն կարող է նշանակել ըստ էության նախագահ, ապա ինչու Ադրբեջանի նախագահը իր տիկնոջը չնշանակի իր տեղակալը։ Այս սա է տոտալիտար պետության իրական դեմքը։ Եվ այդ տոտալիտար պետությունը ուզում է Արցախի նման ժողովրդավարական երկիրը լինի իր կազմում եւ ապրի իր օրենքներով, ինչին մենք բնականաբար դեմ ենք։ Պարոն Բաղարյան, շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ, հաջողություն ձեզ։